Ինչ անենք, ինչ ես խորհուրդ տալիս։ Տեսեք, այս կարգի շատ եք դուք նամակներ գրում, մարդիկ ասում են էլի։ Ու զգում եմ մեր հայ ժողովուրդը մի տեսակ տառապում է, մի ֆոբիա ունի, էլի, փոքր ազգերին հասու, որ ինքը փոքր է, այն մնացածը ուժեղ են, մեծ են, հզոր են, ու դա ավելի շենց հոգեկան տրավմա է տալի մեր գործիչներից բռնած քաղաքական, վերջացրած ժողովրդով սովորական։ Դրա համար բարև ձեզ։ Ես հիմա կուզեմ պատմեմ, լրիվ առանձին պատմություն, սա պատմական բանով եղել է 3-4 առաջի օր, էլի սենց ասած, որ հաշվենք, էլի, ժամանակագրության մեջ։ Դա պատմություն է, թե ոնց մի փոքր ազգ, տեսեք, մի փոքր երկիր, նորաստեղծ, լրիվ, նորաստեղծ երկիր, ով չուներ նույնիսկ բանակ, ում բնակչությունը այդ ժամանակ, երբ որ սկսվեց, առնվազն 180,000 հոգի մարդ էր, չուներ բանակ այդ երկիրը, ասում եմ, կարողացավ քիթը տրորել Մեծ Բրիտանիայի, Անգլիայի, եւ որ այդ process-ը սարքեց ազգային սպորտաձև։ Անգլիայի հալածելը, Անգլիային ստորացնելը։ Խոսքը կգնա, տեսեք, Իսլանդիայի մասին։ Ու այդ պատերազմը տևել առնվազն համարյա 30 տարի։ 30 տարի Իսլանդիայի եւ Անգլիայի միջև։ Կոչվել է բան, Դրիսկովայա վայնա։ Ես հիմա հայերեն թարգմանեմ Տրիսկայ ձուկը, չեմ կարող էլի, չեմ էլ հիշում։ Տրիսկան դա, տեսեք, այդ երկիրը չուներ ոչ մի ռեսուրս։ Մենակ ձկնորսություն։ Ու հիմա ձեզ կպատմեմ, թե ոնց կարողացավ այդ հզոր Մեծ Բրիտանիային ծնկի բերել։ Մի քանի անգամ պատմագրության մեջ գրանցված է 3 հատ պատերազմ, Դրիսկովայա 3 հատ այդ բախումը, որ 3-ում էլ ինքը դուրս է եկել հաղթող։ Ով տեղյակ չի, Իսլանդիան դա փոքր կղզի է, ես հեսա նկարը կդնեմ, որտեղ ամենածառ նույնիսկ չի աճում, հրաբուխ, գեյզերներ, այդ կարգի բնակչությունը այդ պատերազմը սկսվելու այդ ժամանակ եղել է 180-200,000։ Այսօր նա կես միլիոն չկա Իսլանդիան իր բնակչությամբ։ Դեռ որ ավելի մի քիչ պատկերացում ունենանք, Իսլանդիան ստացել է անկախություն 1944 թվականին, դարձել է որպես պետություն։ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ կրկին եղել է Դանիայի բանը, ասենց ասած, գաղութը կամ պրոտեկտորատի տակ, ոնց որ ինձ հիմա Գրենլանդիան է, որ Տրամպը ուզում է խլի։ Պարզապես այն երկրորդ համաշխարհայինի ժամանակ, որ գերմանացիները գրավել էին արդեն բանը, Դանիան։ Այդ երկիրը անկախացավ, որ չմնա, ասենց ասած, գրաված Դանիայի տիրապետության տակ, ու ստացավ անկախություն։ Ու ուներ մենակ բան, ձկնորսություն։ Ձուկ բռնել, այդ էր իրանց գործը։ Ձուկը բռնեին, անգլիացիքի վրա ծախեին։ Հիմա նայեք, մենք ծովային երկիր չենք եղել երբեք, բայց եղել էր այդ ժամանակ, օրինակ 1952 թիվը վերցնենք, առաջի հենց այդ բախում, էլի, բայց դա դեռ պատերազմ չէր։ Առաջին, որ իրանք գլուխ բարձրացրեցին։ Երկիրները ունեն ծովափից, գցենք 5 կիլոմետր հեռավորությամբ ինչ որ շարավիկ։ Դա ծովային մղոններով էր գնում, 3 ծովային մղոն, դա համարյա 5 կիլոմետր, ասենք ասենք։ Մի թնդանոթի կրակոց, էլի, այդքանն է քոնը ծովից մնացածը ընդհանուր է, ով ինչ ուզի կարող է անի այնտեղ։ Ուրեմն դե իսլանդացիք փոքր են, նրանց նավերը թույլ են, ձկնորսական փոքր փայտից նավեր, իսկ անգլիական ձկնորսական նավատորմը բզոր տրաուլերներ են, մեծ ահռելի։ Ունեք 52 թվականին ուղիղ մի տարի հետո, հետաքրքիր մի բան, տեսեք, իրանց ճարկությունը ու խորամանկությունը։ 51 թվականին մտնում են ՆԱՏՕ, դառնում են ՆԱՏՕ-ի անդամ, իրանց տարածքում տալիս են ռազմաբազա հենց Միացյալ Նահանգներին, միջև այդ լինում են բրիտանացիները։ Նրանց այդ այրադրոմներն ա լինում, բան, որ հսկում են հետո սովետական նավերին, Արկտիկայում այդ կողմերը։ Ու հենց 51 թվականին մտնում են ՆԱՏՕ, դրա հենց մյուս տարին գլուխ են բարձրացնում։ Ասում են մեզ ծովափի այդ մակերեսը պետք է մեծացնենք, շարավիղը։ Ու արգել են անգլիական նավերին մտնեն իրանց ծովային տարածք, էլի, որտեղ այդ մեծ նավերը ձուկը բռնում են, իրանց բան չի մնում։ Իրանց միակ ապրուստի միջոցը ձուկն է։ Ունեք մի տարի հետո միտինգ են անում, որ սենց լինի, մենք ՆԱՏՕ-ից կհրաժարվենք, սկսում են ռուսների սովետական միության հետ խոսան, Մոսկվայի հետ։ Կապեր ստեղծեն, բան անեն։ Ու միջև այդ անգլիացիները արգելում են ընդհանրապես Իսլանդիայից ձուկ առնելը, սանկցիաներ են կիրառում, սենց իրանց արևին, Իսլանդիայի նկատմամբ։
որ ձեր ձուկը չեն կառնի։ Նրանք էլ ձուկը բռնում են անգլիացիքի վրա են ծախում։ Ու տեսեք մարդիկ ճկուն ձևով գնում են սկսում են խոսալ սովետական միության հետ։ Ու սովետական միությունը սկսում է առնել իրանցից ձուկ։ Ամերիկացիները վախենում են, ասում են ոնց հիմա սրանք կարող են ՆԱՏՕ-ից դուրս գան, այնա սովետական միությունն էլ պատրաստ կանգնած է որ գա մտնի բան Իսլանդիա։ Ինչ որ համոզում են անգլիացիքին ու բանին, լսեք տվեք այդ մի քանի կիլոմետրն էլ իրանց շարավիղը, թող ձուկ բռնեն այնտեղ։ Դուրս եկեք։ Ամերիկան էլ է սկսում Իսլանդիայից առևտուր անել։ Ու սենց սա դիվանագիտորեն հարթում են, տեսեք էս իրանց փոքր հալով։ Ուրեմն սենց հետո գալիս է 1957 թվականը։ Սա արդեն պատմագրության մեջ գրված է որպես առաջին պատերազմ, էլի։ Դրիսկովայա վայնա, первая, սենց։ Ուրեմն ինչ Իսլանդիայում էլի դեռ փողի պակաս է լինում, տնտեսությունը նվնվում է բան։ Ինչ են անում իսլանդացիք։ Էլի ասում են, լսեք, ծովը շտոտես էլի փոքր է, էլի դա։ Հիմա դարձել էր 3 կիլոմետր, 5 կիլոմետրից 9 կիլոմետր, բայց հիմա եկեք սարքենք 19 կիլոմետր, էլի։ Միջև 12 մղոն, դա համարյա 19 կիլոմետր, միջև 12 մղոն 4-ից։ Անգլիացի կեշանում են, էլի։ Ասում են, սրանք հաբրգեցին լրիվ, էլի։ Ուրեմն ինչ են անում նրանք։ Իրանց փոքր ձկնորսական նավերի վրա թնդանոթներ են դնում, բանակ չունեն։ Ու սկսում են լարել բաներին։ Անգլիական մեծ այդ ձկնորսական նավերը։ Նույնիսկ այն աշճան, որ Անգլիան նավատորմ է ուղարկում, ռազմական, որ օգնեն։ Ունեք, էլի այդ պատերազմի ժամանակ ինչ են անում նրանք այդ իրանց փոքր նավերով։ Սկսում են կտրել նրանց մեծ ձկնորսական նավերի տրոսները։ Տրոսը կտրում են, այնտեղ բռնած ձուկ էլի այդ ցանցերով մեծ, ընկնում է օվկիանոս, իջնում է կորում է։ Այստեղ էլի ամերիկան խառնվում է, ասում է, լսեք, սրանց հերիքա բան անեք, եկեք այդքանն է տվեք, էլի փոքր ժողովուրդ են, այնտեղ սովետական միությունը կանգնած սպասում է, էլի։ Ուրեմն ասում են լավ, էդ էլ ձեզ, այդ մի քանի կիլոմետրն է տանք, մենք անգլիացիք, մեր անգլիական նավերը չեն մտնի։ Նայեք, անցնում է էլի ժամանակ։ Գալիս է 72 թիվը։ Էլի տնտեսությունը մի քիչ վատ է, փողից նեղն են իսլանդացիք, ու էլի հիշում են իրանց պապական այդ բանը, էլի, սպորտաձևը։ Գնան անգլիացիքին ծեծեն։ Այդ հələ իրանց վիկինգ պապիներն են արել, էլի։ Հենց որ փող չի եղել, հարձակվել են անգլիական այդ ափերը, թալանել, հետ գնացել էլի Իսլանդիա։ Ու այդ իսլանդացիների այդ պապերը դրանք վիկինգներն են։ Ու հիմա 72 թվին էլի որոշում են այդ ազգային սպորտաձևը հիշում են, բա հիմա գնանք սարքենք 80 կիլոմետր շարավիղը ծովային։ Անգլիացի կեշանում են, ամերիկացի կնդեղ էլ էլի։ Դե հիմա ինչ անենք, էլի ժողովուրդը բան են անում, ցույցեր են սկսվում, գնում են անգլիական դեսպանատան ապակիներն են ջարդում, դեսպանը Անգլիայի գնում է, վտարում են, մի խոսքով, մեզ տվեք այսքան ժամանակ, այսքան շարավիղ։ Ու էլի նույն պատմությունը։ Էլի միտինգ, էլի բան, էլի ՆԱՏՕ, ձեր ռազմաբազան կհանենք ստեղից, այնտեղ տես ռուսը կանգնած սպասում է, մեզ դրանք նավթ են տալի, վառելիք են տալի, ձուկը փոխում են սովետական միության հետ, այդ նավթամթերքներով ու բանով։ Տեխնոլոգիաներով ու սկսում են սովետից առնել նավեր ռազմական, արդեն բերեգավոյ охранայի կատերներ։ Ու ամերիկան, որ այդ ամեն ինչը տեսնում է, բան, ասում է, լսեք, անգլիացիք ձեներդ կդրեք, այդքան կիլոմետրներ տվեք դրանց։ Մի խոսքով 73 թվին մի տարի հետո այդ պատերազմը, ասենց ասած, երկրորդ արդեն ավարտվում է։ Ու էլի իսլանդացիք դուրս են գալու հաղթանակով, տեսեք։ Էլի հաղթում են իրանց այդ սահմանային գիծը սարքում են 80 կիլոմետր, որ ձուկ բռնեն։ Այնտեղ մի փոքր քվոտա են տալիս անգլիացիքին, որ գան մտնեն, բռնեն, ասենք մի քանի նավ, մի քանի տոննա օրինակ տարվա մեջ։ Հիմա դա չի կարևոր է։ Ուրեմն անցնում է անի տարի, 3 տարի։ Էլի այդտեղ փողի պակաս է լինում Իսլանդիայում։ Ունեք, իսլանդացիք էլի հիշում են նույն պատմությունը։ Բա ծովա մեծացնենք ու սարքենք արդեն ոչ թե 80 կիլոմետր, այլ 320 կիլոմետր շարավիղ։ Հասկանում եք, դա արդեն ահռելի տերիտորիա է, էլի։ Աշխարհում դες բան չկա։ Դեռևս գործում է փոքր թիվ էլի։ Ծովային սահմանը, նայեք, ափից որոշ կիլոմետր հետո ազատ ծով է, էլի։ Ոչ մեկ իրավունք չունի, ոչ մեկի սեփականությունը չի դա։ Ու միանգամից 80 կիլոմետրը բարձրացնում են 320 կիլոմետրի։ 200 մղոն համարյա։ Որ էդիկ ասում են Բրեժնևը լսում է, աթոռից ընկնում է։ Սովետում էշանում են, ասում են, էս խելագարվեցին էս գիժերը։ Ու սկսվում է էլի նույն պատերազմը։ Էլի նրանք փոքր նավերով ընկնում են այդ ծովերում, սկսում են լարել անգլիական մեծ ձկնորսական նավեր ու նրանց տրոսները կտրել։ Հեսա նկարներ կա մի քանի հատ կդնեմ, կտեսնեք այդ ոնց է լինում։ Փոքր նավով մոտիկանում են, նրանց մեծ ձկան ցանցերը կտրում, նրանք ընկնում է ջուրը։ Ու նենց է լինում, որ զոհել են տալիս։
Կարծեմ այդ պատերազմի ընթացքում երկու հոգի է զոհվում, մեկը անգլիացիից, մեկը իսլանդիայից, էլի, ձկնորսներ։ Ու սա սկսում է այդ պատերազմը, երրորդ պատերազմը, ասենց ասած։ Ու ինչ են էլի անում։ Էլի ցույցեր են անում Իսլանդիայում, էլի ՆԱՏՕ-ի բազաները կհանենք հիմա մենք ստեղից, հենա սովետական միությունը կազմ պատրաստ սպասում են, որ մեզ ընդունեն, մեզ բանանեն, չնեղեն։ Ու էլի ամերիկացիք նայում են, նույն ՆԱՏՕ-ն նայում է, ասում է լսեք սրանք ինչ անեք սրանց հետ, էլի։ Այնտեղ տես հզոր մեր թշնամին կանգնած է։ Ու նայեք, սա սառը պատերազմի ժամանակն է։ Սառը պատերազմ սովետական միության եւ արևմուտքի միջև։ Մարդիկ իրանց քաղաքական շահն են առաջ տանում։ Շանտաժ են անում, տեսեք, կգնանք սովետական միություն։ Ու ինչ։ Այդքան պայքարից հետո մեծ տնտեսական վնասներ է կրում Անգլիան։ Ահռելի նավատորմա բերում, որը ցիկլորսական նավելից պաշտպանի իր այդ տրաուլերները, էլի։ Ու ինչ։ Վերջում անգլիացիք հասկանում են, որ լսեք, ավելի լավ է բանանենք։ Այսքան տարածքն է տանք, էլի։ Միացյալ ազգերի կազմակերպությունը որոշում է 200 մղոնը 320 կիլոմետրը։ Ու դա դառնում է համաշխարհային օրենք։ Դրա ոնց որ ասում է զաչինշիկները լինում են հենց իսլանդացիները, որ այսօր միջև հիմա գործում է ափից 320 կիլոմետր։ Ու սկսում են իրանք իրանց զուգը բռնել, հələ բացի դրանից հոդված կար, ես կարդացի, հեսա կդնեմ, հետո հետաքրքիր է թարգմանած կնայեք։ Նույնիսկ կոմպենսացիա է Բրիտանիան մուծում ձկնորսներին, իսլանդացի վնասի համար։ Ու ինչի ես սա հիշեցի ու ձեզ պատում եմ, էլի, որ լսեք, ընկճվեր պետք չի, պետքա ուղեղով մտածել։ Ուղեղով, դուք տեսեք, փոքր ազգ, փոքր պետություն, նորաստեղծ պետություն, որ ծառ նույնիսկ չի աճում։ Նրանք այսօր ունեն ամենաստաբիլ տնտեսություններից մեկը, ամենաերջանիկ ժողովուրդը։ Երբ այնտեղ ամառը ամենատակ օրերը լինում են 12-ից 15 աստիճան պլյուս, ցուրտ երկիր է։ Հետաքրքիր երկիր է։ Այնց երկիր է, որտեղ նույնիսկ մարդիկ իրար բարեկամ են մեծ մասը։ Դրա համար ունեն հավելված հեռախոսների, որ տղամարդիկին, երբ որ սկսում են ընկերություն անեն, այդ հավելվածով ստուգում են, իրանք իրար բարեկամ մոտիկ հո չեն գալիս, օրինակ կա մի քանի պորտերով, այդ կարգի էլի։ Երկիր, որտեղ բոլորը համարյա կարող է իրար բարեկամ դուրս գան, էլի։ Եվ ինցեստի այդ դեպքերը բացառելու համար ունեն նույնիսկ հավելված մշակված։ Այդ ձևի փոքր երկիր, քանի անգամ Հայաստանից փոքր, նա այսօր համարյա 400,000 բնակչություն ունի։ Այս միլիոնին չի հասնում։ Ասեք, մի քանի անգամ Հայաստանից փոքր։ Ոնց կարողացավ դիմակայի հզոր Բրիտանիային։ Հզոր։ Երկիր, որ ծովային երկիր, ուներ հզոր նավատորմ, պատերազմել էր հենց երկրորդ համաշխարհայինի ժամանակ, գիտեք, բայց մի փոքր ժողովուրդ կարողացավ իր տեղը գտնի արևի տակ։ Դրա համար ես մեզ հայրից իմ ասում եմ պատմեմ, երևի լսեցիք, ես մի քանի րոպե կտրամադրեք էլ ես հաղորդմանը, որ պետք չի մտածել, տեսեք, որն է մեր մոտ հայկական պաբդլյացկի։ Մեր մոտ ոնց է, գնանք, ջարդենք, փշրենք, սպանենք, մորթենք արյան ծովեր, ստեղծենք այնտեղ։ Եթե նրանք ուղիղ պատերազմի մեջ մտնեին, իսկական զենքով, Մեծ Բրիտանիան կհոշոտ էր Իսլանդիային։ Բայց տեսեք, իսլանդացիք դիվանագիտորեն հաղթեցին, օգտվեցին բոլորի վախերից, քաղաքական իրավիճակից, մթնոլորտից, թե ինչ էր տիրում աշխարհում։ Նայեք, 51 թվականին մտան ՆԱՏՕ, հենց մի տարի հետո սկսեցին ՆԱՏՕ-ին շանտաժանել, որ ձեր այդ բաները, բազաները կհանենք, դե ՆԱՏՕ-ն դա Միացյալ Նահանգներն է։ Ու մեծացրեցին, սկսեցին մեծացնել իրանց ծովային այդ սահմանները, որ այդ մեծ նավերը չգան ձկները տանեն, փոքր նավակներին իրանց բան չմնա։ Այդ է իրանց տնտեսությունը։ Հասկանում եք, դե այս սենց պետք է, որ ինձ ասում եք, մենք ինչ անենք, մենք անելու շատ բան ունենք։ Մենք պետք է այս պահը մտածենք ուղեղով, տեսեք, մենք փոքր ազգերը չպետք է իրանց դնեն սենց մեծ հսկա գերտերությունների տեղ, ինչպես ախր դա արդեն մեր մոտ մտել է այդ դեգեներատ դաշնակների այդ երազանքներն ու դեմագոգիան։ Գնանք թուրքերին մորթենք, վերացնենք բնության մեջից, արյան ծովեր, նավերը դինամիտով լցնենք, Ստամբուլը պայթացնենք, հացը ջուրը թունավորենք, սաղ թուրքերը կոտորվեն, ցեղասպանություններ կազմակերպենք։ Էլի այս կարգի ճառերը բանը, որ դրանք ուտոպիա են։ Դրանք ժողովուրդ ջան ոչինչի չեն բերի։ Իմ ասածը դա է, խելքով է պետք մտածել։ Պետք է տվյալ պահին տեսնեք, թե ումը որն է ձեռնտու։ Նայեք, մենք այսօր Հայաստանում կա, ինձ ասում եք, ռուսական ռազմաբազա։
օգտվեք այդ վախերից։ Տեսեք, ինչ արեց իսլանդացին, շանտաժով արեց այդ ամեն ինչը, խելացի ձևով արեց, խորամանկ ձևով արեց։ Մենք էլ կարող ենք։ Մենք էլ պետք է գտնենք այդ եղանակները այդ ամեն ինչը անելու։ Ես այսօր տեսնում եմ Պարսկաստանը, ասում եմ, ռեժիմը կործանվում է։ Դա ոչ մեկին ձեռնտու չի։ Դա նույնիսկ ձեռնտու չէր նույն Միացյալ Նահանգների նախկին վարչակազմի, նրանք շատ էլ որ խոսում էին, բայց իրենց էլ պետք չի, որ ամբողջ այդ միջին արևելքը դառնա բարեկամ իրար, ու վաղը մյուս օր դուրս գան հենց իրանց քրիչոքից դուրս գան, հասկանում եք։ Սա ձեռնտու չի նույն Թուրքիային, ձեռնտու չի Ադրբեջանին։ Այն ինչ տեղի ունենում հիմա Պարսկաստանում։ Որտեվ տեսեք, նույն Թուրքիան օգտվում էր պարսկական նավթամթերքներով, սև սխեմաներով տանում ծախում էին, փող էին աշխատում եւս սանկցիաների տակ էր։ Իսկ հիմա տեսեք իշխանությունը ռեժիմը ընկնում է, սա մեզ պետք է տա խորը վերլուծելու ապագան, ինչա սպասում։ Ինչպես է այս իրավիճակում նայում Թուրքիան եւ Ադրբեջանը։ Այս իրավիճակը ինչպես եւ մեզ կարող է օգուտներ բերի եւ բոնուսներ, նույնպես եւ Վրաստանի։ Սա պետք է համատեղ փորձել հասկանալ, թե ինչ է տեղի ունենում։ Այլ ոչ թե նույն հիմար երկերը երկենք, գնանք, քանդենք, փշրենք, չգիտեմ, այս քաղաքական հիմարություններով զբաղվենք։ Ես ասում եմ, մեր թշնամուն ձեռնտու է, ես ավելի հեռու եմ նայում ու ավելի սառն եմ դատում, ժողովուրդ ջան, որ Հայաստանը լինի պարակված ժողովրդին հեշտ է մանիպուլացնել, պարակված ժողովրդին հեշտ է, ասենց ասած, գրավել եւ կործանել։ Իսկ եթե այդ ժողովուրդը լինի համախմբված, տեսեք, ես ամեն ինչը փոխվեց տարվա սկզբից։ Անցած տարի լրիվ ուրիշ իրականություն էր կարելի ասել, բայց տարվա սկզբից լրիվ ուրիշ իրականություն եկավ։ Սկսվեց խաղի կանոններ փոխվեցին։ Համար ես հիմա տեսնում եմ մենակ մի բան, պետք է մի հատ համախմբվի, մի հատ իրար հետ նստեն, ընդդիմություն իշխանությունը իրար հետ, քաղաքական բոլոր ուժերը, ու ընդհանուր մի հատ նայեն առաջ ինչա սպասվում, ինչ տարբերակներ կա։ Որտեղ եթե ներսում եղավ համերաշխություն, ես էլ եմ ասում, թշնամին ավելի խորը կմտածի ու ավելի, ասենց ասած, բարդ կլինի ագրեսիայի կիրառումը մեր նկատմամբ, Հայաստանի նկատմամբ։ Որտեղ այսօր Թուրքիայի եւ Ադրբեջանի համար շատ լավ տարբերակ կլինի, եթե Պարսկաստանին մեկուսացնի այս Կովկասից։ Օրինակ, եթե կպցնի իրար, ինքը տիրապետի լիովին այդ նույն ճանապարհը։ Միգուցե այս դեպքում դրիպը էլ հետաքրքիր չլինի։ Նույն Միացյալ Նահանգներին։ Որտեղ Պարսկաստանն է դուրս գալիս ազատվում այդ ռեժիմից, դառնում է նույն արևմուտքի բարեկամ։ Դες թող չթվա, որ այդ Պարսկաստանը կշարունակի ընկերությունը նույն Ռուսաստանի ու Չինաստանի հետ։ Հավատացեք։ Շատ բան է փոխվելու։ Իսկ հենց հիմա ես համոզված եմ համ Ադրբեջանում, համ Թուրքիայում մտածում են ոնց խլեն այդ Զանգեզուրը այդ մի փոքր մասը եւ միանան իրար։ Դա հələ եղել է 100 տարի առաջ Թուրքիան ուներ այդ ծրագիրը, որ պետքա միանան, որ Պարսկաստանը մնա իրանց sense ասած բլոկադայի տակ։ Եվ Պարսկաստանը արագ չթրփոշանա։ Իսկ Պարսկաստանին պետքա այդ փոքր միջանցքը։ Բայց այսօր այն ռազմական ուժը, այն քաղաքական ուժը էլ Պարսկաստանը չունի, որ ուներ մի քանի տարի առաջ, նույնիսկ մի տարի առաջ։ Այսօր այս ձևը իրականությունը փոխվել տարածաշրջանում։ Դրա համար ես սրա միակ ճիշտ ու խելամիտ ելքը տեսնում եմ նա, որ պետք է այսօր մի կողմ դնեն այս հիմարությունները, այս ատելության խոսքը ու խելքով մտածեն, լսեք խելքով։ Ես մեկ-մեկ մեր դեգեներատներին, ընդդիմադիր, այդ կիսախելագար, այդ շիզոֆրենիկ, որ կան, նամանավանդ ընդդիմադիր դաշտում, մի բան ասեմ, տխմարներ, երբ որ այն ավստրիացի մի հատ նկարիչ կար գալիս էր իշխանության, երևի հասկացաք ում հետ եմ բեղերով։ Դրա անունը տալիս ես YouTube-ը գրգռվում է։ Արեն հա որ գալիս էր իշխանության, չէր ասում ես սկսելու եմ երկրորդ համաշխարհային պատերազմ, կոտորածներ, էս։ Արա դուք դատարկ ձեր քամակներով ատելության խոսք եք միջև այսօր տարածում ձեր հարևանների նկատմամբ, որ ուզեն մի հատ այսպես չափ ես այս հրա վրա եմ զարմանում, այս աստիճան անմեղսունակ շիզոֆրենիկները ոնց կարող է գան իշխանության, ես խոսքեր չեմ գտնում։
Դուք հասկանում եք ինչ է աշխարհում կատարվում։ Միգուցե այս տարվա մեջ կամ մյուս տարվա մեջ հաստատվի նոր համաշխարհային քարտեզ։ Պետությունները իրենց սահմաններով։ Ռուսաստանը Ուկրաինայի հարցը լուծի, շուտով Չինաստանը Թայվանի հետ, Իսրայելը Պաղեստինի հետ գծեն իրանց սահմանները, նույն Թուրքիան միգուցե Սիրիայից էլ մի բան փոխի, սարքի իրան նոր սահմաններ, նոր տարածքներ։ Դուք հասկանում եք իրականությունը աշխարհում փոխվել։ Ամերիկան այնտեղ Գրենլանդիան ուզում արդեն խլի մտցնի։ Դուք այս ամեն ինչը հասկանում եք գլոբալ թե ինչ է կատարվում աշխարհում ու անգելեշություններով եք զբաղվում։ Անմեղ սունակ են։ Ես մեր ընդդիմադիր դաշտը, լսեք, ես նայում եմ անմեղ սունակներով ալեցված։ Աշխարհում sense դող ու բոհ ագելու մեր մոտ անգել է նա իրան դրել է Հիսուսի հետևորդի տեղը, նոր ինչ որ հոգևոր առաջնորդ է դարել, երկիրը գնում է թեոկրատիա, շուտով դեմոկրատիան փոխվելու։ Այն մնացածը քննարկում են նրա ապուշությունները, իսկ աշխարհը զբաղված է լուրջ գործընթացներով։ Հասկանում եք։ Ես սրա պատճառը մի մասից նայա, որ մի կողմից այնա ես զգում եմ, որ մեր ժողովուրդը դա կատարյալ տգետ ու անգրագետ է, մի զանգված։ Ու այդ զանգվածը ցավոք սրտի գտնվում է Սփյուռքում։ Ներսի գտնվող ժողովուրդը ավելի խելամիտ ու սառը դատող ավելի լուրջ է։ Ու այն կարծիքով ստեղ կապ ունի, տեսեք, չասես ռուսի կողմից, ռուսերեն լեզվի տիրապետությունը եւ մարդկանց այլ ինֆորմացիոն դա աղբյուրներից օգտվելը։ Քանց թե սփյուռքահայ դեգեներատությունը ոնց որ կա այնտեղ։ Ասում ես դուք ինչով եք մտածում, մեկ դու մարդու հետ շփվում ես։ Որ դայք ես էլ բարեր չեմ գտնում էլի։ Դրա համար լսեք, մենք պետքա մի նենց իրավիճակ հիմա ստեղծվի, պետքա ազգը համախմբվի։ Արտաքին շատ լուրջ վտանգներ կան։ Ինչի մասին մտածում է հիմա համ Էրդողանը, համ Ալիևը, որ քանի ես խառը պահինա, միգուցե մի հատ դուք Ալիևի այդ վերջի այդ ասուլիսը չեք լսել շատերը, նա խոսում է խաղաղապահ ուժեր ստեղծելու մասին, հա, որ գնա Սիրիայի փր, խաղաղապահ կոնտինգենտի մասին տարածաշրջանում ստեղծվող, դուք տեսեք նա ինչքան խորամանկն է ու ինչքան սենց հերու նայող ծրագրեր ունի, միգուցե վաղ այդ խաղաղապահ կոնտինգենտը մտցնի Զանգեզուր, ասի սա խաղաղապահ օպերացիա է այնտեղ Պարսկաստանի զինված ինչ որ բաներ են մտնում այս կողմերով Հայաստան մեր տարածաշրջան, ես էլ էստերի շերիֆն եմ։ Խաղաղապահ կոնտինգենտ է մտցրել, որ Պարսկաստանից զինված ահաբեկիչներ ու բան չլցվեն։ Քաղաքացիական պատերազմ կարող է սկսվի Պարսկաստան։ Դուք հասկանում եք նա ինչ հող է իրան նախապատրաստում։ Իսկ մեզ մոտ ինչ են անում։ Նիկոլը բանա Հիսուսի ճանապարհն է բռնել, թե ես ու այդ ամբողջը որ դրան այդտեղ լսում էր, ասում եմ, մի հատ հոտած ծուլներ խփիկ դրա գլխին։ Մի խոսքով ժողովուրդ ջան, իմ ասածը սա է, որ ասում եք ինչ պետք է արվի։ Ասեք պետք է այս ներքին այս սմուտայի վերջը տրվի ու մի հատ նստեն ու մի հատ լուրջ վերլուծեն։ Ես չգիտեմ Ռուսաստանի հետ ինչ բանակցություններ ա գնացել, փակ դռների հետև ում հետ ինչ են խոսացել, բայց պետք է դիվանագույտորեն ու խորամանկ ձևով այս վիճակից դուրս գալ։ Ու պետք չի մենք, որ մեզ համեմատում են, ես իմ ընդեղ Իսրայելի հետ, Պաղեստինի հետ, Աֆղանցի ժողովրդի հետ, միայն արյուն եւ զոհեր կրող ազգերի հետ եք դուք ձեզ սիրում համեմատեք, որ նրանց ճանապարհը։ Համեմատեք ձեզ իսլանդացու հետ, այդ վիկինգների հետ, ժառանգների հետ։ Հասկանում եք դուք դրա համար ձեզ պատմեցի ես Տրիսկովայա վայնա դրա մասին, որ լսեք ամենտեղ չի ուժը բանը, այս ավելի կարևոր է։ Ու պետք չի տառապել այդ փոքր լինելու, փոքրամարմին այդ մարդկանց այդ սինդրոմով, էլի, որ դարձել է մոտ դառնում է ֆոբիա ու հիվանդություն։ Պսիխոզի բանի պատճառ։ Սա կուզեի ասել։ Լսեք, շատ անգամ շատ զորավարներ, օրինակ նույն Բոնապարտը եղել է փոքրամարմին, երբեք խոշոր հաղթանդամ չի եղել, որտեղ ուղեղը փոքր մարդը շատ անգամ սկսում է զոր տալ ուղեղին, հասկանում է, որ ուժը ստեղ է։ Նենց էլ մեր ազգը պետք է անի, այլ ոչ թե շիզոֆրենիկ ինչ որ բաներ, ինչ որ հիմար մի երեխա դնեն անընդհատ դրան, որ ես լսում եմ ինտերնետում, թուրք ազգը դարերով որոշել է մեզ կոտորի, մեզ բնաջնջի, լսում ես այդ երեխին, եթե գտնեմ կդնեմ այդ։ Ասում ես, սա ով է տարածել։ Հայ ժողովուրդը պետությունը երբ Թուրքիայի հետ պատերազմ ունեցել են դարաշրջանի առաջին համաշխարհային այդ ընթացքում։ Ու եթե
մեր ազգը խելացի լինի մեր պատմաբանները, մի հատ լավ կբացեն այդ արխիվները, այդ նույն Համիդյան ջարդերից առաջ, այդ ռուս-թուրքական պատերազմները, որ գնում էր, թե ոնց էր եկեղեցին իր հոտը սարքել բան, դիվերսանտ ու չգիտեմ, հոգևոր այդ մտքեր լցրել, որ գնանք, եսիմուր։ Մեր ծախված հոգևորականները, որի պատճառը միգուցե եղավ հենց այդ Համիդյան ջարդերը եւ երկրորդ որ փոխարեն մնային օրինակ ես ինչի են ենորը հիշում, որ երկու ասացվածք էլի այդ չինականը, չգիտեմ, որ ճապոնականը, երբ որ երկու վագր իրար հետ կռվում են, կապիկ ասած արից չի իջնում, ոչ ջուր խմի, ոչ բան, սպասում է։ Իսկ մենք տեսեք, երբ որ երկու հզոր տերություններ, կայսրություններ իրար հետ կռվում են, ընկնում են կալանքները, ասենց ու հիմա էլ այդ երեխեն ընկած, այն մյուս անգրագետներին ասում է դարերով նրանց նպատակը է դա եղել։ Սուլթանները այդ հայ մեր 7 կամուրջ եւ 7 վանք են սարքել մեր տերտերների համար։ Երբ պետք է մենք մեր իրական ռեալ նայենք մեր իրականությանը եւ մեր պատմությանը եւ այս մանիպուլյացիոն այդ ամեն ինչի վերջը տանք։ Ոնց որ շնորհակալություն, սա է իմ ասածը։ Ծանր ժամանակներ է սպասվում, սա շատ ճակատագրական տարիներ են սպասում մեզ, ոնց որ պետք է մինիմալ վնասով դուրս գանք այս ամեն ինչից ու պետք է օգտագործենք ուղղակի։ Շնորհակալություն։